Ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, հիմնական զեկուցողը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշեց, որ 22 թվականին մենք ընդունել ենք օրենք արտաքին հետախուզության մասին, որը հնարավորություն տվեց Հայաստանի Հանրապետությանը ունենալ նոր համատանգային կառույց, եւ դա շատ կարեւոր էր մեր երկրի համար։ Այս 3 տարիների ընթացքում կառույցը ձևավորման փուլի этаպները անցնելով հանդերձ այսօր ներկայացրել է ազգային ժողովում փոփոխությունների փաթեթ, որը այդ 3 տարվա անցած ճանապարհի նաեւ տրված հնարավորության շրջանակներում են ձևավորել այս առաջարկները։ Հանձնաժողովում հարցերը քննարկվել են, նաեւ այն հարցերը, որոնք հնչեցին այստեղ Տիկին Գրիգորյանին, այդ հարցերի նաև մանրամասն քննարկում է եղել եւ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ Ուստի խնդրում եմ կողմ քվարկել այս փոփոխություններին, որը հնարավորություն կտա գնալ առաջ եւ լուծել այն խնդիրները, որը կասկած չի առաջացնի այն վերլուծությունների հիմքի մասին, որը որ տալիս է մեր երկրի քաղաքական ղեկավարությանը, առաջարկել են լուծումներ, որոնք երկրի խաղաղությունը պահպանելու միտում ունեն։ Շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում Տիկին Ջուլիետա Ազարյան, խնդրում եմ լքեք դահլիճը հիմա եւ հեռախոսով դահլիճից դուրս խոսեք եւ ձեզ նախազգուշացում արդեն անընդհատ նիստը խանգարելու համար։